2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կազմել են 2 միլիարդ 964 միլիոն դոլար, որի մեջ ներառված են և տեղական ծագման, և վերարտահանվող ապրանքները։ Դեպի Ռուսաստան տեղական արտահանման կառուցվածքում թոփ 10 ապրանքախմբերը ապահովում են Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալի 26%-ը, որոնցից առաջատար դիրք է զբաղեցնում կոնյակը և այլ թունդ ալկոհոլային խմիչքները 285 միլիոն դոլար արտահանման ծավալով, ինչը Հայաստանից այդ ապրանքախմբի ընդհանուր արտահանման 84%-ն է։ Թունդ ալկոհոլային խմիչքներին հաջորդում են մրգերը 104 միլիոն դոլար արտահանման ծավալով, բանջարեղենը 86 միլիոն դոլար և ձկներն ու ձկնամթերքը 81 միլիոն դոլար։ Տնտեսագետ Հայկ Ասֆանյանն այս կապակցությամբ նշել է. Այս գծապատկերում ներկայացված է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից արտահանվող թոփ 10 ապրանքախմբերի ապրանքների գծով, ինչպես տեսնում եք, իրավիճակը խիստ մտահոգիչ է։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը ըստ կանխատեսումների 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 միլիարդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի տվյալներով 26-ից 27 թվականներին կանխատեսվում է 2.5% աճ։ Ղազախստանի նախագահը կարևորել է արհեստական բանականության պատասխանատու օգտագործման մասին համատեղ հայտարարությունը այդ ճյուղի զարգացմանը և տնտեսության թվայնացմանը հարմարվելու համար։ Նա հիշեցրել է, որ աշխարհում արհեստական բանականության ոլորտում ներդրումները արդեն գերազանցել են 1 տրիլիոն դոլարը։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով միության երկրների միասնական ՀՆԱ-ն 21-ից 25 թվականներին աճել է 16.6%-ով։ Հայաստանում պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդերը կառավարող Ցեկվադրատ Ամպեգա և Ամունդի Ագբա ընկերությունները հրապարակել են 26 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։ Ըստ կառավարիչների պաշտոնական ամփոփագրերի հաշվետու ժամանակաշրջանը համաշխարհային ֆինանսական շուկաներում աչքի է ընկել բարձր անորոշությամբ և անկայունությամբ։ Որպես բացասական ազդեցության հիմնական գործոններ ընկերությունները մատնանշում են Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության սրումը, էներգակիրների գների աճը, գնաճային ռիսկերի մեծացումն ու կենտրոնական բանկերի զգուշավոր քաղաքականությունը, որոնք ըստ վերլուծաբանների անդրադարձել են թե բաժնային, թե պարտքային շուկաների վրա։ Նշվում է, որ նման պայմաններում ֆոնդերը կարողացել են պահպանել հարաբերական կայունություն, հիմնականում տեղական ֆիքսված եկամտային ներդրումների և պորտֆելների դիվերսիֆիկացված կառուցվածքի շնորհիվ։